Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում հիմնովին վերանորոգվելուց հետո իր դռները բացեց համայնքի միակ մանկապարտեզը։ Վերանորոգումն իրականացվել է օգնություն Հայաստանին շվեյցարական բարեգործական ֆոնդի միջոցներով։ Ի պատիվ ֆոնդի նախագահ Նորբերտ Նենինգերը մանկապարտեզն անվանակոչվեց նրա անունով։ Ազդարարվեց մանկապարտեզի վերագործարկումը, կտրվեց խորհրդանշական կարմիր ժապավենը եւ հանդիսավոր կերպով մանկապարտեզի առաջնապատին բացվեց բարերարի քարե հուշատախտակը։ Այսօր իսկապես մեծ իրադարձություն է սահմանամերձ մեր Այգեհովիտ համայնքում եւ ի շնորհակալություն մեր բարերարների, մեր բարի կամքի մարդկանց, ովքեր օժանդակեցին բարձր մակարդակով, բարձր ճաշակով իրականացրին մեր մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։ Այսօր մենք ապրում ենք 21-րդ դարում, պետք է հասկանանք, որ այսօրվա մեր երեխաների նախասիրությունները մի քիչ ավելի են բարձրանում եւ այնինչ որ մենք ունենք այսօր մեր Այգեհովիտ համայնքում, համոզված եղեք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գուցե հավասարը չլինի։ Արարողությանը ներկա էին օգնություն Հայաստանի շվեյցարական բարեգործական ֆոնդի հոգաբարձուների խորհրդի անդամներ, բարերարներ Պինո Չաչոն, Մարտին Բլումերը, Միհրան Բարոնյանը եւ Այգեհովիտ համայնքի ղեկավարն ու բնակիչները։ Մենք հոստեղ հողալ քննացենք, այգի ուզեցինք գնել եւ եկանք այստեղ, տեսանք վիճակը մանկապարտեզին, ցավալի վիճակ էր։ Անանք որ ասենք որ գուզենք այստեղ բան մնել, երկու այսինքն նախ եւ առաջ շատ վատ վիճակի մեջ էր։ Երկրորդը սահմանի մոտ է ասել եւ մեզ համար շատ կարեւոր է մեր ժողովուրդը սահմանեն չի փախեն, որ աս մեր բաները, հողերը պաշտպանեն։ Անանք որ ասենք որ այստեղ մենք կուզենք ներդրումներ անել, որ սարքենք, որ ամենալ ուրախ լան եւ իրենց երեխաները հոսպային։ Մենք հայերս 100 տարի է, 120 տարի է աս մեր ճշնամիներու մոտ ենք, մենք վախ չունենք։ Ինչպես Նոյան Տապանի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը, 1970 թվականին հիմնված մանկապարտեզը չնայած երկար տարիներ գտնվել է խիստ անմխիթար վիճակում, սակայն երբեք չի դադարել գործելուց։ Ըստ նրա մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2014 թվականի դեկտեմբերին եւ ավարտվել 2016-ի մարտին։ Երկհարկանի վերանորոգված մանկապարտեզը հագեցվել է ժամանակակից տեխնիկական սարքերով եւ կահույքով, ամբողջությամբ գազიფիկացվել է, ունի տաք եւ սառը ջուր, բարեկարգվել են նաեւ մանկապարտեզի բակն ու խաղահրապարակը։ Սա մեծագույն նվեր է մեր համայնքի։ Գտնվելով հայ-ադրբեջանական սահմանագծում, արվածն ընկալվում էր մեր բնակության ոգին բարձր պահելու, այդ սահմանի վրա մենք ամուր ապրելու եւ վաղվա օրվա նկատմամբ այսօր ամրապնդելու կարևորություն։ Սա իսկապես հայրենասիրություն է, հերոսություն էր եւ ընդհանրապես մենք այս վերջին տարիներին նմանատիպ կառույց մեր համայնքում բացի դպրոցից երբևիցե չէր ունեցել։ Տեղաբնակների վկայությամբ, մինչ վերանորոգումը մանկապարտեզի խոհանոցում անգամ ծառ էր աճում, բացակայում էին հիգիենայի տարրական պայմանները։ Իսկ այժմ շնորհիվ շվեյցարացի բարերարների ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների նախադպրոցական կրթությունը պատշաճ կազմակերպելու եւ իրականացնելու համար։ Ինչպես փաստում էին մանկապարտեզի սաների ծնողները, անճանաչելիորեն փոխված նախակրթական այս կառույցը ոչ միայն զարմացրել, այլև իր հնարավորություններով եւ մանուկների համար ստեղծված պայմաններով հիացրել է բոլորին։ Նույնը վկայեցին նաև մանկապարտեզի բացման ժամանած հյուրերը։ Նորբերտ Նենինգերի անվան մանկապարտեզի տնօրեն Ալվարդ Բադամյանի փոխանցմամբ, մինչ վերանորոգումը մանկապարտեզը հաճախել 60 երեխա, իսկ վերանորոգումից հետո ավելացել է երրորդ խումբը 30 աշակերտով։ Նախկինում շատ անպատմելի էր։ Արդեն անձրևաջրերն էր թափվում, լրիվ քայքայվել էր պատերը, հնարավոր չէր խոնավ սառը, առանց ջերմության գազաֆիկացվել է, տաք եւ սառը ջրեր ունենք արդեն, առանձին խոհանոցներ պատրաստվել երեխաների համար։ Չորրորդ խումբը պատրաստ է, վերանորոգված պատրաստ է, բայց ֆինանսավորման պատճառով, որ աշխատողը պիտի վարձատրենք, մենք չենք կարողանում այդ երեխաներին ընդունել ու պահել։ Թշնամու մշտական թիրախում գտնվող գյուղում երեխաների ուշադրությունը հակառակորդի գրակոծներից շեղում են երգերաժշտությամբ։ Ի նշան հայ եւ շվեյցարացի ժողովուրդների միջև բարեկամության, բարերարները մանկապարտեզի բակում խորհրդանշական ծառ տնկեցին։